Ողջույններ հետևորդներ ջան, բարևներ ժողովուրդ ջան, ոնց եք, չհաշված եղանակային վատ պայմաններ, ձեր և իմ տրամադրությունը թող մնա բարձր։ Գործից եկել եմ, Լիլիթն էլ զանգեց, դպրոցից հեսա կմտնի տուն շուտով, ես էլ ինչ եմ անում, որոշեցի կոտլետ տապակել, գաուտի գնում ուլունքագործության, հետո ինչ-որ փորձի, որ սոված չմնա, չնայած միշտ Լիլիթին գումար տալիս եմ, սնվում եմ դրսից, այդ պահերին, բայց տեսնում եք ամեն ինչ էլ սարքում եմ, ասում եմ աղջի ջան, մի պերաշկիա, մի բանա հետը դիր տար, իհարկե թխվածքաբլիթներից ամեն ինչից էլ տանում եմ, բայց հիմա այս պահին տանը ոչինչ չկա, կարելի է ինչ-որ մի թխվածքաբլիթ պատրաստել, ես էլ գործից նոր եմ եկել, շիվար, մտածում եմ ինչ սարքեմ, այ մարդ այսօր ինչ սարքենք, ուտենք, ինչ պատրաստեմ, այդպես էլի կոտլետները կամաց եմ դնում, որ էրթվի, տենց չվարվի, դե համել սարցախցիկի կոտլետներ են, չէ, իրանք։ Թող տապակվի, մի հատ գազօջախը սրբեմ, մաքրեմ, մի բաժակ կոֆե վայելեմ, Աշոտը տեսնես կոֆե առելա թե ոչ, պետք է գնար կոֆե առներ, չի առել, բայց դե մի երկու գթալ կա, կհերիքի մինչև գնա նորը վերցնի, ինչ եփել այսօր, տեսնեմ դարակներում ինչ ունեմ, ենքան բան կա ասա, ուտեն, կարող եմ գարուխով ճաշ եփել, գարուխ կա, բայց դե կուտեն ջրալի ճաշը, ինչի չեն ուտի, գարուխ, բրինձ, չգիտեմ, հաճարով փլավ ես մեծ հաճույքով կուտեի սնկով, բոխիով, տենց բոխ թթուներով, տեսնեմ կուտեն, հաճար սարքեմ, հետը հարց ու փորձ պետք է անեմ, նոր պատրաստեմ, անջատեմ, ես էլ տապակվեց, բայց դե Լիլիթս չկա, թռի վռի մի ճպուրնա, հիմա թռվռալ են գալիսը, որոշեցի պելե կոֆե խմել, այդ կոտլետներ տապակեցի, ինչքան ծուխ հոտ կա կպնում է հագուստներից, հագուստս փոխեցի, մազերս էլ չլվացի, որովհետև որոշել եմ յուղեմ, միայն կոֆե խմելուց հետո, հնդկական յուղը կքսեմ, երեկոյան ուշ ժամի կլվանեմ, կթալ վերցնեմ, ամաններն էլ եմ լվացել, շաքարավազի մեջ չկա, սրանք կանաչիները լցրել ենք, սրանք դատարկ են լվացել եմ, ասա պեսոկը բերեմ, համել կլցնեմ, այսինք տոպրակը պատրած ամին ենց էլ, որն էր մեր շաքարավազին, լավ մի հատ կոֆե սխմեմ, նոր կլցնեմ, հավարը չի, մենակ Լիլիթը չգա վերցնի լցնի թափի, էտա խնդիրը, էլ չեմ հարում, հենց մի անգամից տաք ջուրը լցնում են, առաջ որ նոր էին այս կոֆեները, կվերցնենք, կհարենք, մրցույթ կմտնենք, թե ում կոֆեն ինչքան սպիտակեց, փրփրեց, հիմա է լից ու քիչ, լից ու խմի, խնդիրա, հավեսա, բայց ես վախենում եմ Լիլիթից, կգայի շաքարավազը կակաո կսարքի, կթափի, ահա, այսքանը բոլոր, գնացինք,
Եկեք, սիրելի հետևորդներ, եկեք։ Ամանավանդ անբաց օրերին սիրում եմ մեկ-մեկ գալ, նստել այստեղ, կոֆե խմել։ Ջան, այս անկյունում եմ, որոշե խմեմ։ Այս կոֆեն էլ սիրում եմ վայելել կում-կում ու նայել ծաղիկներիս։ Սելա ծաղկ է, կիսատ պրատ։ Ու ցույց տանում։ Այս դափնուն տերևը իմ հետևորդուին էր ուղարկե Մեղրիից։ Իմ հետևորդուին էր բերել, ուրեմն 3 հատ էր, այս մեկն էլ ինձ թվում է սա էլ է կպե, բայց աճ չունի։ Իսկ սա արդեն տեսեք աճել է, այնքան եմ ուրախացել, առաջ ունեի դափնու տերև, բայց դες մի չորացավ, ամուսինս էր Ղարաբաղից բերել։ Ես էլ դե սենց ծաղիկներ, սրանք էլ դե սենց ծաղիկներ են, ես եմ դրել ճուտիկները, մեծն է կա, մի հատ այսպես թեքեմ թո արևի լույսից գա այս կողմ, հեսա ինքը նորից իր ուղղությունը կփոխի։ Տեսեք ինչ սիրուն են։ Լավ կջրեմ, տաքերը տակը դնեմ դուրսը, կաճի։ Մեկն էլ է սենյակում։ Քանի որ պատշգամբի մոտ էինք, մի հատ էլ եղանակը նայենք, արևը հազիվ է, ուզում դուրս գա։ Ցուրտ է, ինչ ցուրտ է, սռ, մեր լեզվով ասած սռ։ Լիլիթն էլ չկա, զանգում է հայ գալիս եմ, դեռ տեղ չի հասել, կոտլետնը սառեց։ Հետևորդներ ջան, տան թխվածքը վերջացել է և ինչ որոշեցի պատրաստեմ, որ անընդհատ նույնը չլինի, շտապ գաթա, խորիզով, մածունով շտապ գաթա, սիրում են, կուտեն, կարևորը աղի չեմ անելու, քաղցր է, հաստատ կուտեն, մի հատ փափուկ համեղություն է ստացվում, եկեք պատրաստենք իմ բաղադրատոմսով, որ ասեմ հատուկ ինչ-որ բաղադրատոմս եմ նայել ու հիմա պատրաստում եմ, ոչ, ինչ, տենց մոտավորապես, եկեք, էլ բաղադրիչները նախապես դրել եմ, սիրելի հետևորդներ, այստեղ 2 ձու եմ վերցրել, ինչու, այս մի ձուն, սա գցեցի մեջը, այդ մի ձուն ու այս մեկի միայն սպիտակուցն եմ գցում, հիմա կասեք ինչի նաշ ջան, այս, այդքանը որ է, այս դեղնուցն է պահում եմ, գաթայի երեսը կքսեմ, սա դնեմ առայժմ սառնարան, արդյունքում ես ունեցա 2 ձվի սպիտակուց և 1 դեղնուց, տեսեք, կես բաժակ շաքարավազ, շատ չեմ լցնում, որովհետև խորիզով եմ անելու, քաղցր չլինի, գրամները չեմ կարող ասել, սիրելի հետևորդներ, վանելին և այստեղ վերցրել եմ, մի հատ սա հարեմ, նոր կանցնենք դրան, սա հարեցի և ինչ կասեմ, լավ արեցի, որ լավ արեցի, ուրեմն այստեղ հիմա անդրադառնանք թթվասեր ու մածունա, պարզա պետք է սոդա ավելացնեմ, կես թեյի գթալ, տեսեք, մոտիկից ցույց տամ, որ պարզ լինի, հասկանալի լինի, շտապ գաթա ենք թխում, մածունով շտապ գաթա, իհարկե կեսը թթվասերը, ձայնը փոխվեց, ակտիվացավ, այս բաժակով էլ կեսը, տեսեք, բուսայող եմ լցնում, ուղիղ բաժակի կեսը, ավելի փափուկ, համեղ,
շատ փափուկ է պահելու։ Փոքրիկ գունդ է լինելու, հենց մի անգամ թխել։ Մի հատ, մի քանի կտոր հավեսին գաթա կլինի։ Ահա, սիրելի հետևորդներ, ստացվեց այսպիսի գունդ, փափուկ, շատ լավ։ Եմ թող հասունանա ու ես խորիզը պատրաստեմ։ Վերջ։ Խորիզի համար էլ ինչ եմ վերցրել, 1 գթալ յուղ և 1 բաժակ շաքարավազ։ Պետք է հարեմ, որ փրփրի, սպիտակի ու ալյուր ավելացնեմ, վանիլ։ Հեշտ է պատրաստում։ Շատ քաղցր չեմ ուզում պատրաստել, չնայած իսկ արդեն խմորը քաղցր է երեխաների սրտով։ Իմ սրտով այս անգամ ոչինչ չկա։ Ես էլ չեմ ուտի։ Անցած անգամ լավ էր, որ գաթան աղի արեցի։ Մենակ մի կտոր Լիլիթը կերա, հիմա էլ թող ես չուտեմ, բայց մի կտոր կփորձեմ։ Պարտադիր ես հարում եմ, որ ինքը փրփրի ու այսպես թեթևանում է, թեթև տեսք է ստանում։ Հենց չեմ լցնում անմիջապես ալյուրը, անպայման պետք է հարեմ։ Ու վանելին։ Դել այդպես ռոցը պատրաստեմ։ Այսպես պետք է ինքը փրփրի ու գույնը փոխի, թեթևանա։ Նոր ալյուրը լցնենք, ճիշտ է, իմ կարծիքով այսպես է, չնայած սա իմ տարբերակն է, ես այսպես եմ անում, մարդ կամ է մարդ իրա ձևով։ Պատրաստ է խորիզը, գռնակը, ալյուրը և ինչու չէ նաև պատրաստ է մեր խմորը։ Շտապ գաթայի խմորը։ Ալյուր եմ լցնում, դե շտապ, ինչու է շտապ, որովհետև շտապում ենք բոլորս էլ, ուզում ենք, որ շուտ սարքենք ես համեղ գաթան, բացեմ, սարքեմ ուտենք, թխվի շտապ։ Երևի դրա համար էլ անունը դրել են շտապ գաթա։ Դե գունդը բացում եմ, փափուկ լավ գունդը։ Այն որ մի քիչ ալյուր լցենք, մեր շտապ գաթան չփչանա, չկպնի, շոտ փափուկ խմորը։ Դե նազոնն էլ շտապելու տեղ ունի։ Բացեցի և հիմա համատարած, հավասար, ես լավ խորիզը լցնում եմ։ Հավեսին խորիզ ա եղել։ Մի քիչ շատ արեցի, Աշոտը սիրում է սենց ուտի, այն անգամ ասում մամա խորիզ սարքի ուտեմ։ Այդ տղասի հավես չունեմ, նենց բաներ կուզեք։ Դե հիմա մի քիչ է, Աշոտ խորիզ պահեմ։ Այս մի փոքրն է Աշոտի համար, պետք է այսպես։ Հա? Շտապ գաթա, որ շտապում ենք ուտել։ Ախյա։ Չէ, քաղցր, այս անգամ քաղցր, ձեզ համար հատուկ։ Համաձայնեք, ուրախ եք, դե լավ է, որ ուրախ եք։ Եզրերը փակենք այս ծայրերը, որ մեր խորիզը չթափվի միջից ու մի հատ երկար սիրուն սարքեցի։ Մի հատ լավ ձու ենք քսում,
որ դեղին, սիրուն, կողքերով, կարմրի, հավասար։ Զոն գծեր քաշի վրան։ Ստեղ տապակի մեջ թարս կտրեցի, որ ձեռքիս հարմար չի, բայց դանակը զգուշ եմ անում, որ կահույքս չվնասեմ։ Բա, ասա սենց արի Նազո ջան։ Սենց հարմար է էլի։ Վերցնեմ ու դնեմ։ Ուզում եմ նենց անեմ, որ ամբողջը մեկ տապակի մեջ տեղավորվի։ Ինձ թվում է կտեղավորեմ, մի բան էլ կանցնի։ Ահա, սիրելի հետևորդներ, փորձում եմ մի հատ դանակս ալյուրոտեմ, ալյուր անեմ։ Փորձում եմ հնարավորինս զգույշ կտրել ու այսպես տեղափոխել։ Մի հատ նայեք ինչ փոփուկ է։ Սիրում ես, չէ՞, զգաթայի տաշոտ։ Քաղցր գաթա, խորիզն էլ հենա, այն անգամ ասում էիր խորիզ սարքի, ասեցի լավ կանի մի քիչ ավել անեմ։ Ջեռոցն էլ արդեն տաք է։ Ահա, և վերջ։ Ես թվում է բարեհաջող ավարտ եղավ այս փուլում։ Հիմա մնաց, որ դնեմ ջեռոցը։ Այսքան եղավ, շատ լավ է։ Եվ սիրելի հետևորդներ, սա էլ ջեռոցը, դնենք այս անցքը, որ սա չվառի, մի քիչ էլ ցածրացնենք տակը։ Եվ թոթ։ Մամա չաղավ։ Չէ, սա 2 րոպե, 2 արի։ Բայց ես մեր սիրելի հետևորդներ։ Նուրա մտետուն աղջիկս է։ Ես էլ տեսնում թող 2 րոպե էլ մնա, անտիր կլինի, այնքան հավես ա եղել, հեսա կտեսնեք։ Եվ պահպանեք իմ բաղադրատոմսը, հեշտ, արագ բաղադրատոմս։ Չէ, որ ինչ կար չկար, մածունը քիչ էր, սմետան խառնեցի, մի խոսքով, ընտիրա, տեսքը ընտիրա, մնաց համը։ Մարսում ես կարճաթև ես հաք է։ Ես էլ եմ գնում գալի բացում եմ, որ տեսնեմ։ Բայց դե կասեք չի կարելի բացել։ Իսկ մեր համար կարելի է։ Կերար, համով էր։ Բա գաթաները ինչ լավ են եղել աշոտ։ Մի րոպե Լիլիթ։ Եվ արդեն անջատում եմ։ Ժամանակն է։ Ժամանակն է հանելու։ Չէ, մի հատ գազօջախն է անջատենք։ Հետևորդներ ինչ հավեսին եղել է, շոտ լավ է եղել։ Հիմա հերթով վերցնենք։ Նայեք, աղջիկներ ջան։ Նայեք, հետևորդներ ջան, տակն է նայենք, ու ընտիր ուր տոքո։ Հիմա հերթով զգուշ վերցնենք։
Շլով են եղել։ Ընտիրություն է, ընտիրություն։ Ընտիր։ Միայն սառելուց հետո Աշոտին չենք անելու։ Ուտելուն չէ, կոֆե, կոֆե չէ սառը, չէ։ Վայ Աշոտ, Աշոտ։ Ահա, օղ, շլովն են։ Բայց սարքեի, ասի շուտվանից սենց գաթա չենք սարքել, մի հատ էլ շտապ գաթա սարքենք, ես երկուսն էլ են կողքի ավելցածներն են, էջ դնեմ, դիզայնս չխախտեմ, դիզայնը Շատ վատ դիզայներս Յո, մի հատ նայեք սիրելի հետևորդներ, ինչքան լավ ստացվեց, ընտիր Փափուկ հավեսին թող սառի, ընտիրա։ Այնքան լավ ստացվեց, սիրելի հետևորդներ, թող սառի նոր, այս կողքիններից, բայց մի հատ փորձեմ տակ, այն որ թոնրա հիշում եմ երեխա էինք, որ ուզում ենք տակ հաց ուտենք, ասում ենք տակ ուտեք կկատղեք, հիմա էսա։ Ընտիր ա եղը։ Փափուկ։ Եվ այսօր փորձարկում եմ։ Եկամ ամեն թխածկաթան վերցնեմ եւ ես ընտրում եմ այդ պստելիկին։ Համվա։ Բոմբա։ Դուք էլ պատրաստեք այդ համեղ գեղեցիկ կաթան եւ բաժանորդագրվեք, լայքեք եւ տարածեք այդ վիդեոն։ Всё